Սուրաջա, շնորհավորում եմ ձեզ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում մագիստրոսական ծրագրի դիպլոմների հանձնման արարողությունն է։ Ինչպես եւ ակնկալվում էր, այս տարի եւս գերազանցությամբ ավարտողների թիվը գերակշռող է։ Շատ հուսով եմ, որ այն գիտելիքները, որ ստացել եք այս ընթացքում, հմտությունները, որոնք ձեռք եք բերել, թույլ կտան ձեր մասնագիտական հաջողություններ արձանագրելու եւ մեզ կընձեռեք ձեր հաջողություններով հպարտանալու հնարավորություն։ Մագիստրոսական ծրագիրը հիմնված է 4 հիմնական ուղղությունների վրա՝ տվյալագիտություն եւ վերլուծություն, ծրագրավորում, ցանցային տեխնոլոգիաներ եւ կիբերանվտանգություն, ստարտափ կառավարում։ Տևողությունը 1.5 տարի է, իսկ դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին։ Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում առաջ է եկել նորական տեխնոլոգիաների եւ գործատուների պահանջներից ելնելով կարևոր հանգամանքը եղել է այն, որ մագիստրոսական ծրագիրը զուգակցված լինի գործատուների հետ աշխատել։ Ծրագրի նպատակն է պատրաստել մրցունակ եւ մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական համակարգերի նախագծման եւ ներդրման բարձրագույն կրթությամբ մասնագետներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի եւ ցանցային տնտեսության զարգացմանը։ Առաջի կարևոր պայմանը, որ մագիստրոսական կրթական ծրագիրը ծառային է, որ ավարտած շրջանավարտը ունենա աշխատանք, ամենակարևորը։ Եվ կարծես թե այդ առարկաներն էին, որոնք որ ուզենայի որի վրա շեշտ դնել, մեր ծրագրավորման առարկաներն էին, պրոյեկտ նախագծում, նախագծերի կառավարում, project management, այսինքն այդ առարկաները, որոնք որ հենց տեղեկատվական տեխնոլոգիաներում, բայց արդեն բիզնեսի ոլորտում կարևոր դերակատարում ունեին։ Մագիստրոսական ծրագիրը ներդրվել է Հայաստանի օպերատորների միության եւ Arpinet ընկերության համատեղ ջանքերով։ Տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր բիզնեսում յուրաքանչյուր ոլորտի շարժիչ ուժն են հանդիսանում եւ այս փոփոխությունների առաջնագծում հիմնականում կանգնած են հենց հեռահաղորդակցության կազմակերպությունները։ Որպես օպերատորների միություն մենք շատ լավ գիտակցում ենք, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա պատրաստված, մտածող եւ ռազմավարական ունակություններ ունեցող մասնագետների նոր սերունդ։ Այս մագիստրոսական ծրագիրը այն ներդրումն է, որ մենք կատարում ենք մեր ապագայի մեջ։ Այն ձևավորում են մասնագետներ, ովքեր կարող են միաժամանակ հասկանալ եւ բիզնես տրամաբանությունը եւ տեխնոլոգիաների հնարավորությունները եւ այդ երկուսը միավորել իրար հետ։ Այս նախաձեռնությունը ոչ միայն կրթական ծրագիր է, այլև ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մեջ, ասում է օպերատորների միության տնօրենը։ Ստեղծել, ղեկավարել, փոխել ծրագիրը նախատեսված է նպատակասլաց երիտասարդների համար։ Ծրագիրը տալիս է գործնական կրթություն իր ձևով եւ բովանդակությամբ։ Մենք չենք սովորեցնում պարզապես տեղեկատվություն, մենք զարգացնում ենք կարողություններ, մտածելու ունակություն, ռազմավարական մտածողություն եւ որպեսզի կարողանան իրանք ղեկավարել թվային նախագծեր եւ օգտագործել տվյալները այդ իրենց գործունեության մեջ։ Մենք հավատում ենք, որ ամենամեծ կապիտալը դա մարդն է եւ այս ծրագիրը հենց այդ ներդրումն է մեր ապագայի, մեր ուսանողների ընտանիքի եւ բնականաբար պետության մեջ։ Ոլորտում տնտեսագիտական եւ տեխնիկական կրթությամբ մասնագետների զգալի պահանջարկ կա։ Arpi Holding-ում գնահատելով բարձրակարգ մասնագետների կարևորությունը աջակցում են ծրագրին։ Arpinet ընկերությունը պրակտիկանտների մեծ խմբեր է միշտ վերցնում բոլոր բուհերից, նաև տնտեսագիտական համալսարանից։ Մեծ սիրով ընդունում ենք պրակտիկանտներին, փորձում ենք տալ մաքսիմալ պրակտիկ գիտելիքներ, որպեսզի համատեղեն եւ կարողանան համալրեն իրենց տեսական գիտելիքները եւ փորձում ենք ինչքան հնարավոր է մասնագիտական աճի զարգացմանը ընդառաջենք եւ աջակցենք, որպեսզի իրանք պրակտիկորեն իրենց տեսական գիտելիքները կարողանան կիրառել։ Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում մագիստրոսական ծրագիրն այս տարի 11 շրջանավարտ ունի։ Ծրագրից գոհ են, մասնագիտական առաջընթացին է նպաստել, ասում են։ Ոլորտը
այս պահին աճում է եւ շատ կարիերայի համար աճի շատ տեղեր կան։ Ինքս էլ աշխատում եմ այս պահին բանկում, նաեւ ցանկանում եմ project management-ի ոլորտում խորանալ։ Ես շատ գոհ եմ մագիստրոսական ծրագրից, որովհետեւ ստացա լիքը նոր գիտելիքներ, որոնք որ վստահ եմ, որ ապագայում տարբեր ոլորտներում կկարողանամ կիրառել։ Մագիստրոսական ծրագրի ուսանողները պրակտիկա են անցնում օպերատորների միության անդամ հանդիսացող ընկերություններում, որի արդյունքում շատ հաճախ նաև աշխատանքի առաջարկներ ստանում, զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։